Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր ապրիլի 11-ն է, օրը ուրբաթ եւ ավանդույթին համաձայն այսօր պետք է երաժշտական ուրբաթ լիներ մեր եթերում, դուք դրան եք սովոր, իհարկե մենք նույնպես, բայց մի փոքր կշեղվենք մեր ծրագրից։ Մարզական ուրբաթ։ Այո, կունենանք հյուրաշատ եւ հագեցած եթեր, ինչպես միշտ, իսկ երաժշտական առավոտները դեռ վստահեցնում որ կլինեն մեր եթերում։ Եվ ապրիլյանն այսպես եղանակային վայրեվորումները դեռ չեն դադարում եւ չեն թողնում, որպեսզի մենք մոռանանք եղանակային նորությունների մասին։ Եվ առաջիկա օրերին չեն դադարի ոչ կարճատև անձրևները, ոչ քամիները, այնպես որ մի տարվեք դեռևս գարուն չի եկել, հարգելի հեռուստադիտող, դե ֆակտո եկել է։ Բարկացած է եւ իր ուլերով է։ Շարունակելով մեր եթերը, ասենք, որ այսօր Արմենիա հեռուստաընկերության մեր շատ լավ գոլեգա եւ հեռուստասերիալների աստղ Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է եւ մենք սրտան շնորհավորում ենք Դիաննային, մաղթում ենք նոր սերիաներ, նոր ձեռքբերումներ, նոր հորիզոններ եւ այս պահին էլ փորձենք կապ հաստատել Դիաննայի հետ, տեսնենք առավոտյան նա աշխատում է հերթական սերիալի վրա թե ոչ, արթուն է թե ոչ։ Մաղթում ենք իհարկե, որ իր Ալո։ 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 Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք շնորհավորում ենք ձեր ծննդյան տարեդարձը, այս պահին դուք Բարի Լույսի Արմենիա TV ուղիղ եթերում եք, Դիաննա։ Լավ, ես հասկանում եմ, որ կարելի է անակնկալի բերել, բայց ոչ է շատ։ Մենք սրտան շնորհավորում ենք, Դիաննա, առաջին հերթին մաղթում ենք, որ քո սերիալները մշտապես առաջացնեն այնքան անժոտաժ, որքան որ առաջացնում են, որքան քննադատողները շատ են, հիշիր եւ հույսը դիր նրանց վրա, ովքեր քեզ շատ սիրում են։ Շնորհակալ եմ, շատ, Արտակ ջան։ Բարի Լույսի ամբողջ անձնակազմը միանում է շնորհավորանքներին, մաղթելով ձեզ ամենադրականն ու լուսավորը սիրելի Տիկին Գրիգորյան։ Դուք արդեն մաղթեցիք եւ այո, ամենադրականը եւ ամենալուսավորն արդեն դուք մաղթեցիք։ Շնորհակալ եմ շատ այդ անակնկալի համար։ Հրաշալի է եւ իմացիր, որ մեր շնորհավորանքներին միանում է նաեւ մեր թիմը, Արմենիա հեռուստաընկերությունը։ Ձեզ մաղթում ենք ֆանտաստիկ, լուսավոր, հաճելի եւ դրական օր։ Շնորհակալ եմ, Արմենիա հեռուստատեսությունն իմ ընտանիքն է, դուք իմ ընտանիքի անդամներն, անչափ շնորհակալ եմ։ Համբույրներ, գրկախառնություններ եւ շատ լավ օր։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, մենք շնորհավորեցինք, այո, շնորհակալություն շատ։ Դե ինչ, մենք շնորհավորեցինք Դիաննային, շատ սիրելի հեռուստադիտողներ եւ անայդ առիթից օգտվելով նաեւ շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր։ Այո, ձեզ հրաշալի օր։ Հրաշալի օր, առհասարակ հրաշալի կյանքի տարիներ եւ օրեր։ Շարունակելով մեր եթերը, նշենք, որ այսօր հետաքրքիր հյուրաշատ ու հագեցած եթեր ենք ունենալու, չեմպիոններ են հյուրընկալվելու մեր տաղավարում, տարբեր կարևոր թեմաների են անդրադառնալու, բայց իհարկե մինչեւ օրվա թեմաների մասին պատմելը դե գուշակիր։ Ներկայացնենք նախ մեր գործընկերոջը նախաճաշի մասին, ինչը էլ մեզ շատ կարևոր է։ Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը Դարոինգ ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 27 տարի ինչ սպառողին ներկայացնում է ավելի քան 200 անուն քաղցրավենիքով։ Դարոինգի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրված քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում։ Իսկ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոինգ ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ուրախություն ծնողների, Դենի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Այժմ հարգելի հեռուստադիտողներ, ճիշտ պահն է, որպեսզի մենք ներկայացնենք ձեզ ինչի շուրջ ենք այսօր զրուցելու։ Նախ տաղավարում մենք հյուրընկալենք տաղանդավոր հայազգի քանդակագործ Միքայել Օհանջանյանին, ով իր արվեստով եւ քանդակներով գրավել է Իտալիան, բազմիցս արժանացել հեղինակավոր մրցանակների։ Յուրահատուկ քանդակների դեռևս տարիներ առաջ Ֆլորենցիայի Օպերա դել Դումո թանգարանում ժամանակակից ստեղծագործություն տեղադրելու առթիվ կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթելու եւ բազմաթիվ նախագծերի մասին կզրուցենք հենց նրա հետ։ Իսկ այ օրեր առաջ Արտակ Հայաստանի Կիոկուշին
Կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը մասնակցեց Լատվիայում ընթացող Եվրոպայի գավաթ միջազգային մրցաշարին Եվ այո, մեր մարզիկները ինչպես միշտ մրցաշարից վերադարձել են մեդալներով, հաղթանակներով, հենց նրանք էլ կլինեն մեր տաղավարում կզարդարեն իրենց հաղթանակած, այսպես շնորհակալագրերով եւ հաղթանակած մեդալներով։ Մրցաշարի այնպես էլ հաղթանակների մասին կզրուցենք նրանց հետ եւ մարզական հաղթանակների մասին մեր զրույցները կշարունակենք նաեւ մեր մյուս հյուրերի հետ։ Այո, այս անգամ Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան փայլեց Թայլանդում կայացած աշխարհի Muay Thai առաջնությունում։ Մեր մարզիկները հրաշալի արդյունքներ են գրավել եւ նվաճել են 1 չէ, 2 չէ, 3 չէ, 4 չէ, այլ 7 մեդալ են նրանք շահել, խորհրդանշական 7 մեդալ։ Խորհրդանշական հաջողակ թիվն է դա, 7 մեդալ են բերել Հայաստան։ Հենց այդ մասին էլ իհարկե կզրուցենք մեր սիրելի հյուրերի հետ։ Եվ այս ամենի ընթացքում իհարկե կթերթենք մեր մշտական էջերը, կպարզենք օրվա բաղադրատոմսը, ինչպես միշտ 3 վաղը այսօր Սաթենիկը առաջարկում է եւ պատրաստում է շատ համեղ ուտեստներ, առողջ եւ սննդարար աղցաններ, իսկ թե ինչ է լինելու այսօրվա ճաշացանկում կպարզենք քիչ անց, մինչեւ Սաթենիկին ողջունելն էլ պատմենք մեր մյուս գործընկերոջ մասին։ Այո, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր համեղ գործընկերոջը Աթենք Մուսամթերքի ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Եվ որպես սորվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ, պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան արտակ, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքն այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ, իհարկե հաշված րոպեներում։ Այդ դա շատ կարևոր է։ Իսկ մենք հաշված րոպեներում չէ, այլ հենց այս պահին տեղափոխվենք երևի թե արդեն խոհանոց, տեսնենք թե ինչ է կատարվում։ Սաթենիկ պահքի արդեն նախավերջին շաբաթն է ավարտվում, մնաց մեզ ավագ շաբաթը եւ սա շատ խորհրդանշական է ու ինչ է մեզ սպասում վերջին շաբաթվա ուրբաթ օրվա բաղադրատոմսը։ Ուր հավատք Բարի լույս, նրանց ովքեր պահքի մեջ են, գրեթե հաշված օրեր են մնացել, որպեսզի 48 օրը բոլորի։ Սիրելի հեռուստադիտողներ, գրեթե ամբողջ պահքի շրջանում ես առաջարկեցի եւ պատրաստեցի պահքային կերակուրներ։ Ասել եմ քանի անգամներ մեր ուղիղ եթերի ընթացքում, որ հենց այնպես չէր, պայմանավորված էր նրանով, որ մեր բարերարության տանանդամներից շատերը մեծամասնությունը պահքի մեջ է, այդ իսկ պատճառով, քանի որ բոլորս 12-ից հետո մեր զբաղվածություններն ունենք, ես առաջարկել եմ, պատրաստել եմ պահքային կերակուր, աղցան, տաք ուտեստ, տարբեր կերակուրներ, այսօր էլ ձեռ չեմ մնալու, առաջարկալու եմ շատ համեղ աղցան, մանրաթելերով, սպիտակուցներով հարուստ, սիսեր, դա գլխավոր բաղադրիչն է, որը գիշերը թրջված է, առավոտյան խաշված է, մի փոքր աղով, այն է, ինչ հարկավոր է այսօրվա աղցանի համար։ Այնուհետև հարկավոր է թահին, թահինին ավելացնելու եմ նաև պեստո տեսակի սոուս, ավելացնելու եմ լոլիկի չիրը, որը մի փոքր եռացրած ջրով եւ ձիթայուղով արդեն ես պատրաստել եմ։ Իմ ձեռքի տակ կա իհարկե սխտոր, մի քանի պճեղ, բայց իհարկե մեր պայմանավորվածության համաձայն սխտորը 1 պճեղ կամ 2 պճեղը ես փոխարինելու եմ սխտորի փոշիով եւ իմ ձեռքի տակ կա բացի համեմից եւ վարունգից սամիտ, որը արդեն հասցրեցի կտրատել։ Թե ինչ գնամ հիմա բազմազան յուրօրինակ համեմունքների շարքից վերցնեմ մի քանիսը, իդեպ ավանդական լավաշել ունեմ, դա նշանակում է, որ ես պատրաստելու եմ ուրբաթ օրով չիփսեր, հայկական, ժողովրդական, մեր սիրելի չիփսերը, շատ համեմունքներ են հարկավոր այսօրվա համար։ Կվերցնեմ օրիգանո, սև աղացած պղպեղը, ինչպես նշեցի, չորացրած աղացած սխտորը, տատիկի հիշեցմամբ, այդտեղ ունենք պղպեղներ, կծու պղպեղը կվերցնեմ կարմիր եւ կվերցնեմ կողքին դրված քաղցր պղպեղը, պապրիկան։ Ահա, եւ այստեղ ներքևում կա սումախ, կխնդրեմ, որպեսզի միասին իջնենք, այստեղից վերցնենք նաեւ սումախը։
որը գաղտնիքներից մեկն է, երբ որ չիփս են պատրաստում, հետաքրքիր թթվայնություն է հաղորդում, հետաքրքիր համ է։ Շատ-շատերն են հարցնում, լավ ինչ ես ավելացրել, այս սումախն է գաղտնիքը։ Ես էլ գաղտնիք չեմ թողնում, կիսում եմ, որ դուք էլ տանը պատրաստեք անպայման սումախ դիտարկեք Տոնյան's Family Company կողմից առաջարկված։ Իմ ամբողջ տեսականին ձեր էկրաններին կլինի, ես էլ սիրով կներկայացնեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Տոնյան's Family Company Zolotoye Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotoye Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում, ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիփ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Հիշում եք, չէ՞, որ նաեւ աղցանի մեջ ավելացնելու եմ ծիծակ, կծու ծիծակ, գուցե դա հիմք հանդիսանա, որ այդքան կծու համեմունք աղցանի մեջ չօգտագործեմ, բայց եթե դուք կծու ծիծակ չունեք ձեր ձեռքի տակ, այդ հանձրուկը երբ որ պատրաստեք, անպայման սև եւ կարմիր կծու պղպեղներ կօգտագործեք։ Դե ինչ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը։ Այո, խոսքը դարույնքի մասին է։ Քաղցրություն է ապահովում ամեն օր, ոչ միայն բարելիության տան անդամներին, այլ բոլորիս։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարույնքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով։ Ղրտղրտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները, այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան, ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին արկա է բոլոր վաճառակետերում։ Դե ինչ, քանի որ ես աղցանի պատրաստման ընթացքը արդեն սկսել եմ, Սամիթը կտրատել էի, անցնում եմ մնացած բաղադրիչների կտրատմանը, համեմ, վարունգ, լավաշն եմ մկրատով կտրատելու հետո համեմելու, որպեսզի չիփս դառնա այնտեղ ջեռոցում։ Դե ինչ, մնում եք մեզ հետ, ինչպես գործընկերներս նշեցին, այո, գերհագեցած եթեր ունենք։ Իսկ համեղ ուրբաթօրվա համար պատրաստել եմ աղցան։ Խոսքը ձերն է, Արտակ, Անահիտ, համեցեք։ Դե պատկերացրեցինք կլինի հոմուսը, չիփսերով համով կուտենք, մի ֆանտաստիկ ուրբաթօրվա առավոտ։ Հիմա մեր եթերում գովազդ, հետո արդեն հյուրերին սիրով կողջունենք։ Բարի առավոտ։ Մենք միասին կզրուցենք, բայց հիմա նաև ուղիղ եթերում ենք։ Ինչպես հասկացաք, բարի լույս, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր մեզ հենց նոր միացան, եւ ինչպես հասկացաք, մեր սպասված հյուրը արդեն տաղավարում է, մենք արդեն սկսել էինք զրույցը եւ նա Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալենում հայկական տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներից մեկն էր, որտեղ եւ արժանացել է ոսկե առյուծ գլխավոր մրցանակին։ Ֆլորենցիայի օպերա դել Դումո թանգարանում ժամանակակից ստեղծագործություն տեղադրելու արդիվ կազմակերպած միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է Շեմը ակունք է նախագծով, արժանանալով Էնրիկո Մարինելիի անվան գլխավոր մրցանակին։ Նրա քանդակները զարդարում են Իտալիան։ Դե այսքանից հետո ներկայացնենք մեր հյուրին։ Մեր հյուրն է տաղանդավոր քանդակագործ, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող Միքայել Օհանջանյանը։ Բարի առավոտ, շնորհակալություն։ Բարի առավոտ, շնորհակալություն հրավերի համար։ Դուք հիմա Իտալիայում եք ապրում, կիսով չափ Հայաստանում, թե Հիմնականում ապրում եմ Իտալիայում, այո, աշխատում եմ այնտեղ, բայց հաճախ լինում եմ հայրենիքում։ Ինչպես է ձեր առավոտները սկսվում այնտեղ։
Ինչպես այստեղ, առավոտյան նախաճաշով սուրճ եւ հետո աշխատանքային։ Շատ լավ, իհարկե ձեր տիտղոսների մասին մենք նշեցինք, կարծում շատ քանդակագործների դա երազանքը կարող է լինել, բայց ինչպես եք սկսել ձեր ուղին, ոնց եք հասկացել, որ դուք քանդակագործ կարող եք դառնալ։ Երազը ծնվել է դեռ փոքր տարիքից 8-9 տարեկան էր այդ ժամանակ ապրում էինք Նորհաչնում ընտանիքով եւ այդ ժամանակ սկսել եմ հաճախել Նորհաչնի գեղարվեստի դպրոցը, այնուհետև Թերլեմեզյանի անվան ուսումնարանը գեղարվեստի եւ հետո Երևանի Պետական ակադեմիան գեղարվեստի։ Հայրիկը, պապիկը ունեն կապ քանդակագործության։ Ոչ, արհեստավորներ են եղել, պապիկներս, հայրս էլ, բայց արվեստագետներ ոչ, ընտանիքում ոչ ոք չի եղել։ Հավանաբար այդ արհեստի նյութի հետ աշխատելու այդ սերը փոխանցվել է։ Բայց ինչ կարգի երազանքներ են եղել, օրինակ գնամ Իտալիա, ցուցադրություն ունենամ, կինոաստղի պարագայը մի քիչ հայտնի է, Հոլիվուդ են ուզում գնալ, Բոլիվուդ։ Չէ, Իտալիան իրականում դա հետագայում է առաջ եկել, իրականում այդ տարիքում պարզապես հավանաբար ինչպես շատ փոքրիկ երեխաներ երազում են ինչ-որ որևէ մասնագիտություն ձեռք բերել կամ հասնել ինչ-որ մի նպատակի, իմ մոտ էլ հավանաբար նույն ձևի է եղել, պարզապես ճանապարհ անցնելով ավելի խորացել, ավելի մեծացել են երազանքները։ Եվ Իտալիա գնալու ցանկությունը առաջացել է արդեն ուսումնարանի վերջին տարիներին, ակադեմիայի սկզբի տարիներին, երբ որ 98-ին մասնակցեցի Ռավեննայի միջազգային քանդակի բիենալեին, փոքր ֆորմատի, փոքրիկ բիենալե էր, բայց ամեն դեպքում իմ համար դա կարևոր, որը խթան հանդիսացավ սովորել նաև Իտալիայում։ Դրանից հետո մեկնեցի Ֆլորենցիա ակադեմիա սովորելու եւ հաստատվեցիք հենց այնտեղ։ Դեռ այնտեղ եմ։ Ամեն դեպքում ես մի հետաքրքիր փաստ ասեմ, փաստորեն մենք համաքաղաքացիներ ենք։ Ես նույնպես սովորել եմ Նորհաչնում, հետո այնտեղի երաժշտական դպրոցն եմ նաև ավարտել, բայց գեղարվեստի չեմ իմացել այդ մասին։ Հնարավոր է, եթե գիտես իմանայի, նաև խաչվեի, որովհետև այո, փոքր քայլերով սկսելով այդ դպրոցը թե չէ ուսով եմ որ կա։ Ես կարծում եմ, եթե չեմ սխալվում, չկա, ես էլ այդքան տեղյակ չեմ, ամեն դեպքում նաև կգրեք տեսնենք կա թե չկա, այո, բայց շատ հետաքրքիր փաստ է, որ փոքր քայլերից սկսում եք որտեղից եւ հասնում եք որտեղ։ Ամեն ինչն է այդպես, կյանքն է այդպես, բայց նաև շատ հատկանշական եւ գեղեցիկ փաստ է, որ այդ շրջապտույտից հետո դուք բարբերաբար վերադառնում եք Հայաստան, իսկ այս անգամ Հայաստան վերադառնալու առիթը պատճառը ո՞րն է։ Պարզապես հայրենիք վերադառնալը, ծնողներիս այցելելը, ընկերներիս հանդիպելը եւ նաեւ որոշ նախագծերի մասին զրուցելը, գոլեգաների հետ տեսնենք ինչ կլինի այո։ Շատ լավ, 2015 թվականին Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող դուք 18 արվեստագետներից մեկն եք եղել, ոսկե առյուծ գլխավոր մրցանակը, եւ սա ինչ է, այսպես ասած, քանդակագործի կենսագրության համար, ինչ նշանակություն ունի։ Այո, այդ 15 թվականին արդեն երրորդ անգամ մասնակցում էի Վենետիկի բիենալեին, առաջի անգամ ճարտարապետության բիենալեին էի մասնակցել 10-ին, այնուհետև 11-ին արվեստի բիենալեին եւ 15-ին հրավիրված այս պահին էկրաններով սիրելի հեռուստադիտող ներողություն տեսնում էինք ձեր ստեղծագործությունները, խնդրեմ։ Եվ 15-ին այո հրավիրված արվեստագետներից մեկն էի, որտեղ մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ազգությամբ հայ արվեստագետներ եւ ցուցահանդեսը շատ հետաքրքիր էր, որն էլ իրոք Հայաստանի տաղավարին տվեց ոսկե առյուծ մրցանակը, որը շատ կարևոր մրցանակ է ընդհանրապես համաշխարհային կերպարվեստի ուրեմն բնագավառում եւ ստեղծագործությունը 12, հա, 12 ինչով էր դա խորհրդանշական, ինչ որ թիվ է թեմա է։ 12 պարզապես ցիկլային այդպես բան է, բայց իրական աշխատանքի իմ բովանդակությունը պատկերել կամ քանդակել այնպիսի մի զգացողություն, որ ես ունենում եմ միշտ Հայաստանում, այսինքն իմ համար որն է հայկականության, այսինքն
տարը եւ իմ համար դա այս լեռնաշխարհի աշխարհագրական ոչ միայն դիրքը, ոչ, հենց իր վիբրացիան, իր ռիթմը, որը իր հերթին հազարամյակների ընթացքում ստեղծում է։ Ես պատկերացնում Ֆլորենցիում իհարկե մրցակցությունը շատ է, բոլորը մենք այսպես հեշտ ենք ասում այդ ցուցադրությունների, ցուցահանդեսների մասին, բայց շատերն են ուզում այնտեղ ներգրավել եւ որն է ձեր հաջողության այդ գաղտնիքը, որ դուք հայտնվում եք այդտեղ, ինչ եք ասում, այդ վիբրացիաները, տեղանքը, որտեղ դուք ծնվել եք, արմատները գուցե։ Կարծում եմ հաջողության գրավականը միշտ աշխատասիրությունն է։ Միշտ եւ նպատակ ունենալը, ձգտել այդ նպատակին։ Այո, եւ նայած թե ուր եք ցանկանում ձգտել։ Միանշանակ պետք է գիտակցել ինչ ենք ուզում եւ դա միայն արվեստի մեջ չի, դա ամեն բնագավառում այդպես է։ Գիտակցել ինքներս մեզ, գիտակցել ինչ ենք ուզում եւ աշխատասեր լինել, հատկապես կարգ ու կանոնով։ Դա ամենակարևոր կարծում եմ տարերից մեկն է։ Կարգ ու կանոնը։ Ստեղծագործելիս վիզուալ արդեն պատկերացնում եք վերջնաարդյունքը, թե ձեզ համար հաճելի նաև ստեղծագործական ընթացքը, որից էլ վերջնաարդյունքը ծնվում է։ Սա շատ հետաքրքիր է, թե դուք արդեն սկսելուց առաջ կամ գոնե առաջին փուլում պատկերացնում եք ինչ է լինելու վերջում։ Տարբեր փուլերում տարբեր է եղել, այս պահին, որը արդեն տարիներ են, իրականում աշխատանքը արդեն գրեթե պատկերացնում եմ ինչպես է լինելու։ Միևնույն ժամանակ process-ի ժամանակ ինքը կարող է փոփոխվել։ Որն է քանդակագործների Grammy-ն։ Որն է ձեր պիկը, որ դուք այսպես կարող եք դերասաններին է դե արդեն ասացինք ոսկե արմավենի եւ այդպիսի տիտղոսներ կան։ Ոսկե առյուծը հենց արվեստի, այո, որպես եւ իդեպ Հայաստանի համար դա կարևորագույն մրցանակ է, կարծում եմ 91 թվականից այսօր դա ամենակարևոր մրցանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ ստացել է եւ լավ կլինի, որ այսինքն մրցանակը չէ, որ հենց կարևորն է, այլ այդ process-ը, որ հանգեցրել է նրան, որ Հայաստանը արժանանա այդ մրցույթին, ուստի արվեստագետները համադրող Ադելինա վոն Ֆյուրստենբերգը, որպեսզի դա նաև խթան լինի այսօրվա մեր ժամանակակից արվեստի զարգացմանը, հանրության ուշադրությանը, պետության եւ նաև մասնավոր մարդկանց այո ուշադրությունը, որովհետեւ դա շատ կարեւոր բան է եւ վերջի վերջո, այսինքն այդ բոլոր մրցանակները պարզապես պետք է խթան հանդիսանան ընդհանրապես մշակույթը այս պարագայում ժամանակակից արվեստը զարգացնելու, բայց դա կարծում եմ վերաբերվում է բոլոր բնագավառներին, եթե ուզում ենք լինել հանրապետություն, պետություն, որը իր տեղը արժանի ուզում է գտնել Հեշտ եք խոսում իտալերեն։ Բավականին։ Հեշտ սովորեցիք։ Բավականին։ Երկեցիկ լեզու է։ Շեմա ակունք է նախագծով արժանացել եք նաև Էնրիկո Մարինելի անվան գլխավոր մրցանակին։ Սա ինչ նշանակություն ունի։ Ուրեմն այո, այդ թանգարանը, որի անունը Museo dell'Opera del Duomo di Firenze, դա հավանաբար ռենեսանսի վերածննդի շրջանի ամենակարևորագույն թանգարաններից մեկն է աշխարհում, որը գտնվում է Ֆլորենցիայում եւ այնտեղ գտնվում են տաճարի համար, Ֆլորենցիայի տաճարի համար կառուցված եւ ստեղծագործված բոլոր աշխատանքները օրիգինալ, Բրունելեսկու մոդելները, Դոնատելոյի քանդակները, Միքելանջելո եւ այլն, Արնոլֆո դել Կամբիո եւ 18 թվականին այո խորհուրդը թանգարանի իդեպ որը հիմնվել է ոչ թանգարանը, այլ թանգարանը հիմնող կազմակերպությունը 1394-ին թե 96-ին հիմնված կազմակերպությունը, որը ստեղծվել է հանգանակություն կատարելու, տաճարը կառուցելու համար եւ մինչեւ այսօր այդ կազմակերպությունը կա եւ եղել են միշտ պատվիրատուները այդ աշխատանքների, այսինքն նույնիսկ գմբեթի պատվերը իրենց կողմից է եղել եւ բոլոր աշխատանքները։ Այո, եւ 18-ին որոշել էին, որ ուշադրություն դարձնեն ժամանակակից արվեստի հավաքածուի վրա, նման մի պրոյեկտ էին որոշել, որը պետք է լիներ շարունակական, պարզապես COVID-ի եւ այլն պատճառներով կարծես թե մի պակ կանգ է առել, բայց այդ ժամանակ այո ստեղծվեց խորհուրդ ժամանակակից արվեստի
ուրեմն քննադատների, պատմաբանների կազմված, որոնք հրավիրել էին աշխարհից մոտ 50 արվեստագետներ եւ որոնց ուրեմն նյութերի հիման վրա ընտրել էին 5 ֆինալիստներ, դրանցից մեկը ես էի եւ դրանից հետո տրվել էր թեման հույս, ուրեմն թեման հույսներ եւ ամեն արվեստագետ պատրաստել էր իր նախագիծը, իր առաջարկը, ինչպես տեղեր ունենում հենց վերածննդի ժամանակ, այսինքն հրավիրվում էին ճարտարապետներ կամ արվեստագետներ, որոնք ներկայացնում էին իրենց նախագծերը եւ խորհուրդը որոշում էր ում պետք է պատվեր տա այդ աշխատանքը, այնպես ստացվեց, որ իմ նախագիծները ում հետ է կիսվում ձեր հաջողությամբ, օրինակ լավ բան է եղել, հրավիրել են կարևոր բիենալեի, առաջինում եք զանգում ծնողներիս, ընկերներիս, մարդիկ ովքեր որ իրոք հավատում են իմ աշխատանքին, միշտ սատար են կանգնել։ Երբ նոր սկսում էիք ձեր քայլերը, հավատացողները շատ էին, թե կային նաև մարդիկ, ովքեր թերահավատորեն էին մոտենում։ Բախտավոր եմ եղել, որ միշտ հավատացող մարդ։ Աջակցությունը եղել է։ Մենք մի քանի անգամ դիտեցինք ձեր գործերից, հիմա առաջարկում դիտել, բայց ընթացքում նաև վերլուծեք, հա, եւ մեկնաբան եք այդ գործերը, դուք էլ մոնիտորինգ կտեսնեք։ Ահա, օրինակ սա որտեղ է ցուցադրված եւ ինչ է իրենից ներկայացնում։ Սա հենց 15 թվականի ուրեմն բիենալեի ժամանակ ցուցադրված աշխատանքն է։ Այո, ցուցադրվում է Սուրբ Ղազար կղզում, իրենց հարթակ ունեն շատ գեղեցիկ, այնտեղ է ցուցադրվում 15 թվականին։ Քանի որ ձեր աշխատանքները շատ են տարբեր եւ յուրահատուկ, մեկը մեկից առաջարկում եմ, որ մեր սիրելի հեռուստադիտողները անձամբ նաեւ հենց հիմա վերցնեն, փորփրեն, տեսնեն, հետաքրքրվեն եւ նայեն, իսկ մենք շարունակենք մեր հարցերը, որտեղ այնքան հետաքրքիր է թեման, այնքան կարեւոր եւ մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, որովհետեւ տեսեք մենք նստած ներդաշնակ սրուցում ենք հաղթանակների մասին, այն կարևոր մրցանակների մասին, որոնք դուք ասացիք, Արտակն ասաց, որն է Grammy-ն ձեր դեպքում դուք ասացիք եւ դուք դա արդեն ստացել եք։ Իսկ այ օրինակ ինչ զգացողություն է ձեզ մոտ ստանալուց հետո։ Մրցանակը ես չեմ հենց ստացել է Հայաստանի Հանրապետության բոլոր 18 մասնակիցները, բայց ինչ խոսք դրա մասնակիցն եմ եւ process-ը պարզապես ոչինչ չի փոխում, այսինքն անընդհատ արվեստագետի ճանապարհը նույնն է եւ անկախ մրցանակը ստանալուց կամ չստանալուց շարունակում ես քո ճանապարհը, փնտրտուքը եւ այլն, որովհետեւ նպատակը մրցանակը չի, մրցանակը դա պարզապես այդ ճանապարհի գրավականներից մեկն է, այո։ Ես առաջարկում եմ մեր զրույցը ընդհատել գովազդով, մեր ճարտարապետությունն էլ ունի իր կանոնները, եւ հետո ձեզ հետ շարունակենք զրույցը։ Բարի հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ։ Սա մի հրաշալի պատմություն է, ինչպես կարելի է փոքր երազանքներից հասնել մեծ ձեռքբերումների, ուրախ ենք ձեզ հյուրընկալել եւ գիտենք, որ նախորդ տարին ձեզ համար հատկանշական է եղել կրկին ցուցադրություններով, ինչ է կատարվել։ Այո, անցած տարի Միլանում եւ Բերգամոյում 3 տարբեր ցուցահանդեսների մասնակցեցի, իրականում մեկ անհատական էր, որը կազմակերպվել էր Ասաբուան ժամանակակից արվեստի շատ կարևոր կենտրոն է, ոչ կոմերցիալ, եւ նախկինում շատ կարևոր տպարան է եղել այդ տարածքը, այսօր ամբողջովին նվիրված է այդ տարածքը ժամանակակից արվեստի, դիզայնի, ճարտարապետությանը, եւ այնտեղ հատուկ ուրեմն նախագիծ է արել ոգևորվելով եւ մտածելով հենց գրի շուրջ, որը իդեպ շատ հետաքրքիր պատմություն է, ինչպես է գիրը ստեղծվել շումերական աղբյուրներից, որը ինչ որտեղ նաեւ շոշափում է հայկական լեռնաշխարհը եւ բայց իրականում աշխատանքի բուն նպատակը եւ թեման մետաֆորա էր այսօրվա կյանքի եւ մարդի ու նպատակներին ձգտելու, այսինքն իր անցյալի եւ ապագայի այդ կենտրոնում գտնվելու, որը հենց ներկան է, այսինքն երկու մյուս ցուցահանդեսները, մեկը Building գալերիայում էր, որը Միլանի կարևորագույն գալերիաներից մեկն է,
Եվ երրորդը Բերգամո քաղաքում շատ գեղեցիկ մի վայրում, որտեղ ուրեմն ռեժիսոր Օլմին ժամանակին նկարել էր իր Ալբերո դելե Ձոկոլի ֆիլմը, որը շատ կարևոր ֆիլմ է իտալական։ Հրաշալի է եւ ձեր ապագա։ Այո, ապագա ծրագրերի մասին կան արդյոք սպասվող ցուցահանդեսներ, նաև 2017 թվականին վերջին անգամ ունեցել եք այստեղ Հայաստանում Գյումրիում ցուցադրություն, արդյոք սպասվում է նաև այս ցուցադրություն հայրենիքում կամ հայրենիքի սահմաններից դուրս։ Հայաստանում, այո, մասնակցում էի, դա իմ հանրատական ցուցահանդեսը չէր, մասնակցում էի Հայաստանի առաջին տրիենալեին, ուրեմն շատ գեղեցիկ պրոյեկտ էր, էլի համադրված Ադելինա Վոն Ֆյուրստենբերգի եւ Նազարեթ Կարոյանի եւ Ռուբեն Արևշատյանի կողմից եւ այլ համադրողներ էլ կային, տեղի ունեցավ Երևանում, Գյումրիում եւ շրջաններում, Սևանում, կարծեմ Կապանում, ցավալի է որ շարունակվեց այդ նախագիծը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, սպասվող նախագծեր չկան, բայց Հույս ունենք, որ կլինեն, կծագեն այդ իսկ Իտալիայում այո եկող տարի սպասվում է անհատական ցուցահանդես Կարարայի ժամանակակից եւ մոդեռն արվեստի թանգարանում հրավիրված եմ այլևս եւ Պietrasantայում, որը նորից փոքրիկ քաղաք է այդպես արվեստագետների, այո այս պահին այդ երկու ծրագրերը կան։ Եվ պարոն Օհանջանյան, մեր վերջին հարցը մի փոքր ավելի փիլիսոփայական է, մեր համեստ պատկերացմամբ արվեստը գեղեցիկի եւ բարու մասին է այս թվային եւ անարդար աշխարհում։ Ստեղծագործողները ինչ պետք է անեն եւ արդյոք նրանց ուղին մի փոքր պետք է շեղվի, չէ՞ որ դուք ստեղծագործում եք մի ուղղությամբ, որտեղ սովորական մարդիկ են զոհվում, որտեղ պատերազմներ են, որտեղ վիրուսներ են, որտեղ անարդարություններ են, ինչի մասին է այս աշխարհը ի վերջո։ Արվեստը իմ կարծիքով դա պարզապես կյանքը հասկանալու մի ճանապարհ է, հենց այդ ամենին դեմ լինելու համար, գիտակցելու մարտարարածի համար պարզապես մի կածան է հասկանալու կյանքը։ Եվ անկախ թվային կամ ոչ թվային այդ նոր տեխնոլոգիաների իր ճանապարհը շարունակում է, որովհետև դա սերտ կապված է հենց մարտարարածի հետ։ Տեխնոլոգիաները դրանք գործիքներ են, որ բնական ճանապարհով զարգանում են եւ զարգանալու են եւ ճիշտ է որ զարգանան, պարզապես գիտակցել է պետք թե ինչպես օգտագործել այդ տեխնոլոգիաները։ Կարծում եմ Շնորհակալություն, մենք ձեզ մաղթում համար եւս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան, հուսով ենք երկար կմնաք այստեղ, իսկ ձեզ հետագայում հրաշալի հագեցած ստեղծագործական շրջանակներ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ լավ օր ենք ցանկանում։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճելի նորություն ունենք ձեզ համար 2025-ը Tonia's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Zolotaya Test ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն իր մենք կօգնենք որակով կարգախոսին արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ ու յուրահատուկ։ Դե իհարկե Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ նշենք, որ ընկերությունը, արտադրությունն ու փաթեթավորումը իրականացվում է այստեղ Հայաստանում։ Իդեպ նաեւ բացի համեմունքներից առաջարկում է նաեւ քրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Դե ինչ, հիմա խոսքը փոխանցենք Սաթենիկին, Սաթենիկ դու էլ ամեն առավոտ ես մեզ մոտ ստեղծագործում համային յուրահատուկ հավես բաներ մեզ առաջարկելով։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ Արտակ, Անահիտ, բարի լույս, հավատարիմ հեռուստադիտողներ, իսկապես հատկապես այսօր ստեղծագործել եմ։ Լինում են դեպքեր, օրինակ բաղադրիչներից մեկը չի լինում, կարողանում է սառնարանից հանել այն բաղադրիչը, որը համապատասխան կլինի մյուս մթերքներին, երբ որ տիրապետում ես այդ համային ռեցեպտորներին, կարողանում ես լիարժեք ստեղծագործել։ Հիմա այսօր ստեղծագործություններից մեկն է, իհարկե գլխավոր բաղադրիչը դա ես չեմ փոխել, սիսերն է, որը գիշերը նախապես թրջում եք, առավոտյան խաշում եք մի փոքր աղով, իհարկե այդ ջուրը, որը կա, միանգամից դուք թափում եք։ Ինչ եմ արել։ Հիմա կտեղափոխենք այստեղ մնացած բաղադրիչների հետ, սամիթ ունենք, լոլիկը։ Լոլիկի չիրն է այստեղ, ձիթայուղ մի փոքր եւ գոլջերով թրջել եմ։ Եվ իհարկե այստեղից ծիծակը
կաշին հանել եմ, մանր կտրատել եմ, համեմունք կծու չեմ օգտագործելու, որովհետև կծու ծիծակ ունենք մեր ձեռքի տակ։ Իհարկե հացրեցի նաև վարունգը խորանարդիկներով կտրատել, որպեսզի համապատասխան լինի Սիսերին, կավելացնեմ, հարկ եղած դեպքում կարող եմ նաև երկրորդ վարունգը կտրատել, կարծում եմ կավելացնեմ իհարկե։ Հիմա նայեցի, հասկացա, որ կարող եմ ավելացնել։ Իրականում նաև աղցանի հետ զուգահեռ, որի դեպ կարող ենք չիպսերով ավանդական իմ կողմից պատրաստած լավաշով մատուցել, այնպես որ տարբեր համեմունքներ եմ օգտագործել, համեմունքները ձիթայուղով համեմել եմ, ամբողջությամբ բոլորը, առանձին, առած համեմ դատարկ այստեղ լավաշ չկա, բոլորը համեմված են։ Թողնելի ենք 10-ից 15 րոպե, նայած իհարկե ինչ ջերմաստիճանի տակ է ձեզ մոտ, միացված մոտ, որ 200 աստիճան տակ կարող եք թողնել։ Չունեմ, չէ, մսային ոչինչ, պահքային է այսօրվա իմ աղցանը, բայց ունենք հավատարիմ գործընկեր, որը ներկայացնում է մսային լայն տեսականին։ Աթենքի սարդելկաները այսվային կլինի ձեր էկրաններին, ես էլ սիրով ներկայացնեմ, ասելով, որ աթենք մսամթերքը կարևորում է բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին և կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է և ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Աթենքի սարդելկաները գերազանց համի, բնական բաղադրիչների փոխլրացնող համադրությունն են, որոնց հիմքում ընկած է մեր սիրելի դասական բաղադրատոմսերը։ Այս պահին կարող եմ նաև pesto սոուս ավելացնեմ, որը արդեն պատրաստված է, բայց շատ հանգիստ դուք կարող եք սիրելի տնային տնտեսուհիներ տան պայմաններում պատրաստեք, սարդարանում պահեք, հարկ եղած դեպքում ավելացնել ցանկացած կերակուրի վրա, մսի հետ է համապատասխան, ցանկացած աղցանի հետ է համապատասխան, դե չեմ խոսում իհարկե այն դասական բաղադրատոմսի մասին, որ լոլիկը, պանիրը շարում ես, pesto սոուսը վրան ավելացնում ես։ Ես իմ ձեռքին տակ նաև ունեմ թահին, թահինն է լավ խառնելուց հետո մի քանի գթալ կարող եմ ավելացնել և իհարկե խառնելու եք։ Չենք մոռանում նրա մասին, որ ունենք նաև թարմ համեմ։ Թարմ համեմն էլ շատ համապատասխան է այսօրվա աղցանին։ Ես կլցնեմ, դուք ուշադիր կնայեք, բաղադրիչները կհիշեք և կպատրաստեք։ Կներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը։ Խոսքը Goods AM-ի մասին է։ Ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը Goods AM-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի և տնտեսական ապրանքների ամենամաչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ, բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մաչելի, քան ցանկացած սուպերմարկետում, եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաև նշել, որ այդ հնարավորությունը Goods-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Ինձ ինչ է մնում։ Միասեռ զանգված դարձնեմ աղցանը, մատուցման ափսեի մեջ տեղափոխեմ, չմոռանամ, որ չիպսերը հանկարծ չվառվեն եւ իհարկե գեղեցիկ կմատուցեմ։ Բարի լույս։ Բարի առավոտ բոլոր նրանց իհարկե ովքեր հենց այս պահին մեզ մոտեցան, այսօր ինչպես ասել ենք նաև քննարկելու ենք սպորտը, որովհետև շատ մեծ հաջողություններ ունենք, մեր մարզիկները մեծ հաղթանակներ են բերել Հայաստան։ Մարտի 29-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը Լատվիայում մասնակցեց Եվրոպայի գավաթ միջազգային մրցաշարին։ Մեր մարզիկները ինչպես միշտ պատվով բարձր պահեցին մեր հայրենիքի անունը, բարձրացրին եռագույնը, նվաճելով բազմաթիվ մեդալներ։ Այս ամենի մասին էլ հպարտությամբ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Դե ներկայացնենք նրանց, տաղավարում են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի գլխավոր մրցավարը Գևորգ Մանուկյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ուրախ ենք ձեզ սիրուն կարել եւ ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Գրիգորյանը, բարի լույս, եւ Եվրոպայի գավաթի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն, Grand Prix չեմպիոն Ռեմ Թամրազովը, բարի լույս։ Եվ իհարկե ներկայացնենք Եվրոպայի գավաթի փոխ-չեմպիոն, Հայաստանի գավաթի չեմպիոն, Երևանի առաջնության չեմպիոն Ալեքս Հովհաննիսյանը, փոքրիկ, բայց մեծ հաջողություններով։ Այո, ապագա չեմպիոն։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։
Նորմալ։ Կարող ես ողջունել բոլոր նրանց, ովքեր այս պահին քեզ ճանաչում են։ Ուրախ ենք ձեզ սիրուն կալեր, երևի սկսենք ձեզանից ինչ ստուգատեսների եք մեկնել եւ ինչ հաջողություններով վերադարձել։ Նախ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Մենք մասնակցեցինք Լատվիայում կայացած Եվրոպայի գավաթ մրցաշարին, միջազգային մրցաշարին, որտեղ մասնակցում էին գրեթե 500 մասնակիցներ 15-ից ավել պետություններից։ Այդ թվում նաև Հայաստանը ներկայացրեցինք մենք 17 հոգանոց պատվիրակությամբ գնացինք, հասանք Ռիգա մայրաքաղաք։ Մրցումը տեղի ունեցավ մոտակայքում Սալասպիլս քաղաքում, Ռիգայի հարևանությամբ։ Մենք մասնակցեցինք 12 հոգանոց կազմով, նվաճեցինք 8 մեդալ, 3 արծաթ, 3 բրոնզ եւ 2 ոսկի։ Եվ ունեցանք լավ ցուցանիշներ։ Ինձ թվում է այդ քանակի մեջ պատվիրակությունների մեջ լավ ցուցանիշ է համարվում։ Այո, քանակի մեջ լավ ցուցանիշ էր, քանի որ ժամանակը շատ չունեինք պատրաստվելու համար, գրեթե 2 ամիս ենք ընդամենը պատրաստվել այդ մրցաշարին եւ արդյունքները գոհացուցիչ էին։ Այ հենց այդ մասին էլ երևի թե խոսենք, իհարկե շնորհավորում ենք եւ շնորհակալություն Հայաստանի անունը մեր եռագույնը կրկին անգամ բարձրացնելու այդ հարթակում։ Այ օրինակ ինչպես է գնահատում մարզիկների պատրաստվածության աստիճանը։ Հասցրել էին պատրաստվել այնպես ինչպես որ ուզում եք։ Ամեն դեպքում միշտ գիտեմ, որ մարզիչները դժգոհ են լինում։ Դա է հենց երևի թե մարզիկների համար մոտիվացիա, մենք հիմա դրա մասին խոսենք, բայց ամեն դեպքում ինչպես է գնահատում աստիճանը։ Մարզիկները լավ էին պատրաստվել, չնայած ժամանակը քիչ էր, բայց հնարավորինս լավ պատրաստված կազմով էին գնացել։ 12 հոգուց, ոնց որ նշեց Սենսեյ Գևորգը, նվաճեցինք 8 մեդալ։ Մարզիչները միշտ են դժգոհ, միշտ որտեղ ցանկանում են, որ իրենց աշակերտները ավելի լավ արդյունքներ ունենան, թեկուզ եթե դառնում են չեմպիոն, մեկ է մենք նկատում ենք թերություններ, որոնց պատճառով հնարավոր էր այդ հաղթանակը չլիներ։ Այդ դեպքերում շատ ժամանակ բախտն է ժպտում, որ այդ թերությունը մենք նկատում ենք, բայց այդ թերությունը չեն կարողանում օգտագործել մեր մարզիկի դեմ։ Մենք միշտ պահանջգոտ ենք, ուզում ենք, որ մեր մարզիկները հնարավորինս լավ հանդես գան, լավ արդյունքներ ցուցաբերեն։ Դրա համար էլ միշտ չենք գցում տեմպը մեր մարզումների, միշտ ավելի ենք այդ տեմպը տալիս, ավելի ենք մարզումները ուժեղացնում, որպեսզի երեխաները ավելի լավ արդյունքներ հետագայում ունենան։ Վերացնում ենք բոլոր թերությունները, ինչը որ նկատում ենք մրցաշարի ժամանակ, մարզումների ժամանակ, նույն այս մրցաշարին մասնակցելով տեսանք, թեկուզ չեմպիոնների մոտ տեսանք թերություններ, որոնց վրա կաշխատենք, փոխ-չեմպիոնների բրոնզե մեդալակիրների մոտ եկան թերություններ, որոնց վրա նույնպես կաշխատենք, որ հաջորդ մրցաշարին ավելի լավ հանդես գան։ Ստեփան դաստիարակչական երկու մեթոդ կա, մեկ որ շատ են քննադատում, մյուսը նաև գովերքում են։ Մեր հասարակության մեջ գովերքելը մի քիչ ավելի մյուս պլանում է մղված, բայց լավ խոսքեր, բնականաբար, չէ՞ որ թևերել առնում պետք է ոնց որ համ նեղես, համ դեղես։ Որ երկուսը մենք անում ենք այդ երկուսը, որպեսզի երեխաները միայն չմտածեն, որ մարզիչը մենակ որ խիստ է ջղայնանում է մեր վրա։ Եթե բնականաբար լավ կողմերը տեսնում ենք, որ երեխան լավ ձևով հաղթեց, գեղեցիկ մենամարտով հաղթեց, բնականաբար գովերքում ենք, բայց հետո ասում ենք թերությունները որտեղ էր, որ այստեղ կարող է։ Ինչ հետաքրքիր է, դուք նաև կարևորում եք մրցակցության գեղեցկությունը։ Շատ կարևոր է, որ դա լինի գեղեցիկ, երևի թե համապատասխան ստանդարտներ կան, օրենքներ ունեք, որոնք դրանք պահպանում են եւ ըստ դրա հենց գնահատականը տրվում է։ Այո, ունենք մեր մարտարվեստը, կարատեն Կյոկուշինը տարբերվում է մնացածից, ունենք մեր մոտ հարվածները ձեռքերով են, ոտքերով են, ձեռքով դեմքին մեր մոտ հարվածներ չի կարելի, ձեռքով կոկորտին, բայց ոտքով գոտկատեղից ներքև չի կարելի, բայց մնացած հատվածներին մեր մոտ կարելի է։ Մենք փորձում ենք հնարավորինս երեխաները տեխնիկական առումով գեղեցիկ մենամարտեր ցույց տան։ Բնականաբար ֆիզիկական պատրաստվածությունը նույնպես պետք է լինի բարձր մակարդակի վրա, որովհետև հիմքը հենց դա է Կյոկուշինի, ինքը չոր ոճ է, կոպիտ ոճ է։ Ամեն պետք է ցիկլը կարողանանք պահենք, չի կարող միտեղ օրինակ ֆիզիկական պատրաստվածությունը թույլ լինի, բայց տեխնիկան լավ լինի, դա մինուս է, ոնց որ մեր մոտ պետքա ցիկլը կարողանանք պահպանել, որպեսզի լինի բալանսի հաջողությունը Ուրեմն հիմա քեզ նայում են քո շատ հասակակիցներ, կողքից հեշտ է ասել չեմպիոն, մեկնել, հաղթանակած, վերադառնալ,
Ինչ է դրա հետևում թաքնված, ինչ առօրյա է քո մոտ, երբ ես արթնանում, քանի պարապմունքներ ես ունեմ, քանի ժամով ես զբաղված լինում։ Մրցույթից մոտ 4 ամիս առաջ մենք սկսեցինք ամենօրյա պարապմունքները։ Ամեն օր պարապել, իհարկե, եւ Ինչքան ժամանակ ունեիք պարապելու համար, 2 ամիս, 1 ամիս, 2 ամիս, 2 ամիս։ Եվ արդյունքը ցույց տվեց։ Դժվար է դասերի հետ այդ ամենը համատեղել, հա։ Իհարկե դժվար է, քանի որ շատ են եւ դասերը եւ պարապմունքները, բայց եթե ցանկանում ենք, ամեն ինչ ստացվում է։ Դե վստահաբար երևի հիմա ուսուցիչները տեսնելով այս արդյունքը, հետո արդեն կհասկանան, որ ոչինչ մեր չեմպիոնին երևի թե ընդառաջ ենք, թող պարապի, ամենայն դեպս արդյունքը միշտ բավարարում է մարդկանց եւ արդյունքն է քո այն անցակետը, ինչպես են ասում, դա անցագիրը, այո, որ կարող ես ցույց տալ եւ բոլոր ճանապարհներն արդեն կհարթվեն, որովհետեւ քրտնաջան աշխատում եք։ Մենք հիմա խոսում ենք հաղթանակների մասին, բայց դրանց տակ վստահաբար դուք շատ լավ գիտեք, թե ինչքան քրտնաջան պարապմունքներ, աշխատանքներ են թաքնված։ Ալեքս, բարի լույս։ Բարի լույս, ասես ով Ալեքսը։ Լավ։ Լավ է գործը։ Դե հիմա դու պատմիր մի փոքր, սա քո առաջին Եվրոպա ուղևորությունն էր։ Պատմիր, ոնց գնացիք, ոնց եկաք։ Ես որ հələ չէին գնացել մենք Լատվիա, ես սկզբից մինչև վերջ ամեն օր պարապում էի եւ որ գնայի Լատվիա գրեի եւ գնացի, բայց երրորդ բոյը գրվա։ Երկու բոյ գրեցի, երրորդը գրվա։ Իսկ ինչու պարտվեցիր։ Իրանք երկու բոյը ես խփեցի իրանք գլխին, իրանք ինձ միավորվեցին այդ երկու բոյը տենց գրեցի, իսկ երրորդ բոյը իմ հակառակորդը խփեց իմ գլխին, ինքը գրեց։ Գիտես, ամենակարևորը կարծում եմ քո մարզիչները քեզ ասել են, որ այստեղ սխալների ուղումն է։ Դու արդեն հստակ ոնց որ հասուն տղա լինի, ինքը արդեն գիտի ինչ եղավ, ոնց եղավ, հասկանում է ինչի համար, դրանք կուղղես եւ հաջորդ անգամ արդեն որպես չեմպիոն կվերադառնաս, որովհետեւ ուզում ես չէ դառնալ չեմպիոն վստահաբար։ Ալեքսը 7 տարեկան է, 2 տարի է ինչ մարզվում է, բայց արդեն բազմաթիվ մրցաշարեր հաղթել է երկրի ներսում, Հայաստանի գավաթի չեմպիոն է, Երևանի առաջնության չեմպիոն ու առաջի անգամ այդ տարիքում մասնակցելով նման միջազգային մրցաշարի ես իր մարզիչը լինելով գոհ եմ իր տված ցուցանիշից, արդյունքից։ Ինձ թվում է 2 տարվա մեջ շատ լավ է, որ այս տարիքի երեխան կարողանում է նման նվաճումներ ունենալ։ Այ դուք հիմա սենսեյն եք, դες նայում են նաև շատ այլ ծնողներ, որոնց երեխաները պատրաստվում են կամ գուցե ողջևորվեն, կամ որ տարիքից է ճիշտ դիմեն եւ ինչպես եք մարզում երեխաների։ Մենք ընդունելությունը ունենք 4 տարեկանից սկսած եւ տղաների եւ աղջիկների համար ամբողջ Հայաստանի Հանրապետությունում ունենք խմբակներ, որտեղ միշտ պատրաստ ենք ընդունելու նորեկների եւ կփորձենք բոլոր այն նոր աշակերտները, ովքեր կմիանան մեր թիմին, կփորձենք անել ամեն հնարավորինը, որ եւ ծնողները եւ մենք եւ երեխաները գոհ մնան մեր տված աշխատանքից, մեր ցուցաբերած մոտեցումից։ Ինձ թվում է Ալեքսն էլ, Ռեմն էլ գոհ են, որ կարողացել են հասնել նման արդյունքների ու իրանց ընկերներն էլ են հիմա իրանց տեսնում, իրանց հասակակիցներն է ու շատ լավ կլինի, որ դա լինի ոգևորում, մոտիվացիա մնացածի համար, որ կարողանան իրանց ժամանակը ճիշտ բաժանել օրվա մեջ ու անպայման զբաղվեն սպորտով, ինչու՞ չեն նաև հենց մեր կարատեով, որպեսզի լինեն ավելի ինքնավստահ, ավելի ուժեղ, կարողանան ինքնապաշտպանվել ու կարատեն նաև մեծ շրջապատ իրենց կտա, ավելի ընկերասիրություն կսերմանենք իրենց մեջ։ Իսկ առաջիկայում ինչ մրցաշարեր կան, ինչպես եք պատրաստում դրանց։ Առաջիկայում ունենք միջազգային մրցաշարեր, մայիս ամսին, մայիսի 10-ին լինելու է Գերմանիայում, Լայպցիգ քաղաքում աշխարհի առաջնությունը, որին եւս մասնակցում են շատ ու շատ երկրներից մարզիկներ, ինչպես նաեւ Հայաստանից մասնակցելու են անվճար հիմունքներով 10 լավագույն մարզիկները։ Շեշտեմ մեր Շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ ենք մեկնելու, ինչպես նաև Լատվիա նույնպես գնացել ենք մեր ֆեդերացիայի նախագահի հետ, ով նաև մեզ շատ այնտեղ օգնեց ու նույնը հաջորդ մրցաշարին ենք պատրաստվելու Գերմանիայի աշխարհի առաջնությանը, որը շատ կարևոր միջոցառում է մեր համար, մեր ֆեդերացիայի, մեր մարզիկների համար
ու լավ մարզիկները, լավագույն 10 մարզիկները մեկնելու են անվճար։ Ինչպես եք սովորեցնում, որպեսզի ուժը ծառայեցնեն միայն արենայում եւ դա չծառայեցնեն Ծառայեցնեն սպորտին միայն, այո։ Հենց առաջինը, երբ որ երեխան մտնում է դալիճ, սկսում է իր մարզումները, մենք ոչ թե միանգամից սկսում ենք երեխայի հետ պարապմունքով, այլ առաջինը խոսում ենք, որ այստեղ ինչ որ սովորում ես, ինչ որ կիմանաս, միայն օգտագործում ես ռինգում, տատամի վրա եւ ծայրահեղ դեպքում ինքնապաշտպանվելու համար։ Ինքդ քեզ, քո հարազատին պաշտպանելու համար մեր մոտ շատ խիստ է դա, որ եթե երեխան հանկարծ վարքի հետ կապված խնդիր ունենում, կռիվ անում, պրոբլեմատիկա լինում, մենք անպայման հավելյալ խոսում ենք երեխայի հետ, փորձում ենք բացատրել, որ դա սխալ է ու Փառք Աստծո մեր երեխաները այսքան ժամանակ չենք նկատել ոչ մի վատ արարք։ Ուժեղ մարդ ավելի հավասարակշռված է։ Այո, կարատեն հենց դա է տալիս հավասարակշռություն։ Առաջին հերթին մեր մոտ շեշտադրված է կարգապահության վրա, որ պետք է լինեն կարգապահ, նոր դրանից հետո անցնում ենք արդեն կարատեի ոնց որ աշխարհը ուսումնասիրելուն, սովորելուն, ֆիզիկապես եւ հոգեպես ավելի ուժեղանալուն։ Ռեմով է աշխարհի ամենաուժեղ մարդը։ Երևի ամենաուժեղը դա խելք շատ ունեցող մարդն է։ Զուգահեռ նաև եթե ֆիզիկապես կոփված է առավելևս։ Անչափ շնորհակալություն, մենք ձեզ մաղթում ենք նոր հաջողություններ, եռագույնը բարձր շնորհակալություններ։ Շնորհակալություն շատ։ Վերադառնանք, մենք հենց սիրով կկիսվենք ձեր հաջողություններով։ Լավ որ ենք ցանկանում։ Այսօր պարապմունք ունեք, Ալեքս։ Չէ։ Ռեմո ունի։ Ունի, հա, Ռեմո ունի։ Ձեզ լավ որ եք ցանկանում։ Լավ որ ձեզ Շնորհակալություն։ Հիմա կարճատև դադար, որից հետո կվերադառնանք մեր ընթացքին։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ սիրելի հեռուստադիտողներ եւ այսպես Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիան այս անգամ եւս հրաշալի արդյունքներ ցուցաբերեց Թայլանդում կայացած աշխարհի Muay Thai առաջնությունում։ Չնայած ուժեղ մրցակցությանը մեր մարզիկները ցուցադրեցին բացարձակ վարպետություն, վճռականություն եւ կամք նվաճելով 7 մեդալ, ինչպես նշել ենք։ Այո։ Այս հաղթանակների մասին էլ կպատմեն մեր հյուրերը։ Դե ինչ տաղավարում են Հայաստանի պրոֆեսիոնալ Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանը, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ միջազգային կապերի տնօրեն Արմինե Խաչատրյանը, ուրախ ենք ձեզ հյուրընկալել, եւ պրո արմվարկածով առաջին տեղ աշխարհի չեմպիոն Հայկ Վարդանյանը, բարի լույս։ Ուրախ ենք ձեզ նույնպես հյուրընկալել եւ պատանիների արծաթե մեդալակիր Ալեքսանդր Աբրանյանը, ուրախ ենք ձեզ հյուրընկալել, բարի առավոտ։ Ոնց է գործերը 7 մեդալով, դե արդեն նշանակում է լավ։ Շատ։ Պատմեք, խնդրում եմ, ուր եք մեկնել եւ Թայլանդը ինչով էր նշանավոր ձեզ համար։ Թայլանդը միշտ ասոցիացվում է մեր մոտ աշխարհի առաջնության հետ, որովհետեւ համաշխարհային Muay Thai ֆեդերացիան յուրաքանչյուր տարի աշխարհի առաջնությունը անցկացնում է Թայլանդում, որովհետեւ գիտենք Muay Thai թայլանդական բռնցքամարտը ինքը հենց թայլանդական ազգային մարտարվեստն է եւ սպորտաձևը։ Եվ բնականաբար Թայլանդը մեր մոտ, իմ մոտ միշտ ասոցիացիա հաղթանակների հետ, էմոցիաների հետ, դժվարությունների եւ դժվարությունների հաղթահարելու հետ եւ բնականաբար այդ հաղթանակի բերկրանքը վայելելու հետ։ Դուք վերջն եք պատմում, բայց սկիզբն էլ բարդ է, դրան պատրաստվել եք։ Միանշանակ։ Սկիզբը, ընթացքը, հետո արդեն տեսնում ես վերջնաարդյունքը։ Յուրաքանչյուր աշխարհի առաջնություն ինքը այս աշխարհի առաջնությունը 2025 թվականի կայանում էր մարտի 9-ից մարտի 19, բայց մենք սկսել ենք պատրաստվել անմիջապես ամանորյա տոներից հետո, այսինքն նախապատրաստական աշխատանքներ, քաշքցելը շտկելը, քաշքցելու աշխատանքները։ Շատ չի եղել ժամանակը։ Կարծես թե 2-3 ամիս մոտավոր։ Մինչև այդ մեր մարզիկները ամեն դեպքում ֆորմայի մեջ են, որովհետև ունենք Եվրոպայի առաջնություն, Հայաստանի առաջնություն ալնում, պրոֆեսիոնալ մենամարտեր են լինում, այսինքն շատ չեն կարող իրենց թույլատնեն, իրանք միշտ պետք է լինեն մարտական վիճակում։
Ամանորի սեղանը դրած բոլորը համեղուտում Դե իհարկե արդյունքի հասնելու համար երբեմն պետք է շատ բաներից հրաժարվել, շատ ավելի նախասիրություններ թողնել հետևում, որովհետև ապագայում սպասում են այսպիսի հետաքրքիր մեդալներ, մրցանակներ, Հայաստանի անունը իհարկե բարձր պահելու մեծ պատիվը, որի համար շատ շնորհակալ ենք իհարկե։ Իսկ ինչպիսին էր մրցաշարը առհասարակ, ովքեր էին մասնակցում, քանի երկիր կար, ինչպես ընթացավ։ 50-ից ավել պետություն կար, շատ դժվար մրցաշարեր, ուժեղ հակառակորդներ էին, ոնց որ ամեն տարի։ Աշխարհի առաջնությունը հնարավոր չի լինի թեթև, թույլ, հեշտ, դա բացառվում է։ Լավագույնները ամբողջ աշխարհից գալիս են։ Կամ պետություններ, որոնք բնատուր կամ աշխարհագրական դիրքով նրանք ուժեղ են եւ նրանց հետ դու գիտեք, նրանք ֆուտբոլում ինչպես է Բրազիլիան, Պորտուգալիան կամ Բրազիլիան, Հայկն է պրոարմ բարգացով առաջին տեղ աշխարհի չեմպիոն։ Իդեպ որոնց հետ է դժվար եւ ինչու՞մն է կայանում այստեղ դժվարությունը։ Բրազիլացու հետ է մենամարտը, դա համար Բրազիլիան ասեցի, Իրանի ֆուտբոլում էլ մենք Բրազիլիա, ինչ է։ Ոնց որ իրենց կլիմայական գոտին նույնն է, ակլիմատիզացիա չկա էլի, ոնց որ ասած։ Իրանք արդեն ստաբիլ օրգանիզմը մարզավիճակում։ Այ ումն է այս գոտին հենց հիմա որ մենք սա տեսնում ենք։ Որի համար անցկացրել է 3 մենամարտ, 3 մենամարտում ճանաչվել է հաղթող եւ հենց առաջի մենամարտը, որը եղել է քառորդ եզրափակիչ մենամարտ, իր հակառակորդը եղել է բրազիլացին։ Սա Ալեքսանդրի մեդալն է։ Դեպ ասեմ անցած տարի 24 թվին Ալեքսանդրը ոսկե մեդալակիր էր, համ աշխարհի առաջնության, համ Եվրոպայի առաջնության։ Այս տարի տարիքային խումբն է փոխվեց, ինքը մտավ արդեն 16-17-երի մեջ եւ մի փոքր զիջեցինք վերջում Ղազախստանի մարզիկին, բայց էլի շատ լավ արդյունքով։ Ցանկացած այլ տարիքային թևակողում քեզ կբերին միմիային հաղթանակներ։ Դա արդեն երևում է, որ դու կոլայից հրաժարվել ես, որ դու ամանորյա ուտեսները դրել ես մի կողմ, վստահաբար քաղցրից։ Հայկ, իհարկե, երբ նայում ենք ձեր ֆիզիկական այսպես առաջին տպավորությունը, աշխարհի չեմպիոն, դժվար է ասել մի փոքր, բայց կարևորը այստեղ ուժն է, ինչպես է ոգին, մարտական ոգին է կարևոր։ Մարտական ոգի։ Ինչպես եք դուք մարզվում, օրինակ շաբաթական ամեն օր կամ ժամային։ Շաբաթական 3 անգամ, եթե մրցումներ ենք պատրաստում միանշանակ ամեն օր, նույնիսկ կիրակի օրերը, չգիտեմ, լինում է դաժե օրը 2 պարապմունք, նայած։ Ամենադժվարը իմ համար այդ քաշ գցելու process-ն է։ Բայց իսկույն ձեր քաշը հիմա իդեալական վիճակում է, կամ մեզ։ Չէ, մի դա մեզ մենթում է, ինչեր է կատարվում առհասարակ այո սպորտի բնագավառ։ Սպորտի ոնց որ էկրանից այն կողմ լիքը ագին բաներ կա, որ չի երևում։ Դեպ ասեմ ոնց որ դուք ասեցիք արտակնապես տես չի երևում ու Թայլանդում էլ նման ինչ որ մտածելակերպ կար Հայկին նայելով որ դե ոնց որ ու երբ որ Հայկը մտնում է ռինգ ու բոլորը տեսնում են Հայկը ինչպես է ռինգում բոլորի համար դա արդեն վերջում իրան իր մականունով էին դիմում, իրան ասում էին դու ես ինչ Ո՞ր է մականունը? Pitbull։ Pitbull, որովհետև ինքը իր մենամարտերի ժամանակ սենց ոնց որ սենց գալի կպնում է ու սենց ասած բոք չի գալիս, մինչև վերջ գնում է ու սենց ասած կամքով ջարդում է իր հակառակորդին, դրա համար չեն կարողանում հետը։ Բոլորը արդեն խոնարհվում էին վերջում Հայկի առջև։ Հայկի հակառակորդներից շատ դժվար է, միշտ, որտեղ հանձնվել չունի, տիրապետում է շատ հետաքրքիր տեխնիկայի, մարտական եւ միշտ անզիջում պայքարա ինքը ռինգում ցուցաբերում։ Եթե Հայկին իհարկե Աստված չտա տես բան լինի երբևիցե, դեռ չի եղել, եթե Հայկին նոկաուտի չենթարկեն, հաստատ ինքը երբևիցե չի պարտվի, ոչ հոգեպես, ոչ է ֆիզիկապես։ Հայկ լսեցի։ Ու Հայկը այսպես ու Եվ ավելացնեմ, մենք մեզ պատրաստ չենք համար։ Ավելացնեմ, առաջի մենամարտից հետո առաջի քառորդ եզրափակիչ մենամարտից հետո բոլոր մարզիչները, բոլոր հավաքականների անհամբեր սպասում էին Հայկի եզրափակիչին։
որտեղ շատ տպավորիչ մենամարտ անցկացրեց հենց բրազիլացու հետ։ Իդեպ բրազիլացին էլ շատ լավ ուժեղ տղա եւ նույն իրանք տեխնիկան, նույն բանը ոճ ունեին։ Այն էլ էր անզիջում, Հայկն էլ էր անզիջում եւ պատկերացեք ինչ հետաքրքիր մենամարտ է ստացվել։ Իսկ կիսա եզրափակիչից հետո բոլորը սպասում էին եզրափակիչի Հայկի, այն որ ինքը դարել էր ոնց որ այդ մրցաշարի ամենահետաքրքիր մարզիկներից մեկը 2025 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում էլ Անգլիայի հավաքականի մարզիկի հետ հանդիպեցինք, ինքն էլ ընդեղից եկավ էլի, մյուս ճյուղից եկավ 3 մենամարտով նորից 3-րդ հաղթանակ, 3-րդ մենամարտով մտավ եզրափակիչ, հետաքրքիր մենամարտ էր, ի ուրախություն մեզ 2-րդ ռաունդում բացարձակ առավելությամբ Հայկ Վարդանյանը հաղթեց անգլիացուն եւ դարձավ աշխարհի չեմպիոն։ Վարդանյանները այդպես են։ Եվ նաև հետաքրքիր է, այստեղ դուք խոսեցիք այս անողոք պայքարում գեղեցկության մասին, տեխնիկապես գեղեցկության որքանով է կարատեում կարևորվում այդ տեխնիկապես գեղեցիկ ներկայացումը։ Նայեք, մերը լրիվ ուրիշ մարտարվեստ է։ Muay Thai-ը ինքը Muay Thai ինքը թայլանդական բռնցքամարտն է, ինքը փորձված է ավելի ունիվերսալ մարտարվեստ, ունիվերսալ մարզաձև, որտեղ հիմքը արագ էֆեկտիվ շարքից հանել հակառակորդին, առանց ավելնորդ բաների, որտեղ կիրառվում է ձեռքերի, ոտքերի, ծնկների, արմունկների հարվածները, գցումներ կան եւ այլն։ Կուզենամ ավելացնել, որ Muay Thai-ը հայտնի է ամբողջ աշխարհով հենց իր այդ sense ասած չորությամբ, որ ամեն ինչ օգտագործում է, ինչի են ասում 8 մասերի, վերջույթների մարզաձև, որտեղ օգտագործում են 8 վերջույթները, այսինքն kickboxing ավելանում է sense ասած հենց արմունկների ու ծնկների հարվածներ ու ոնց է ստեղծվել Muay Thai-ը, ստեղծվել է այն ժամանակ, ստեղծվել է հենց պատերազմների ժամանակ կիրառելու համար ու այդ պատճառով հենց ստեղծվել է այն նրա համար, որ արագ կարողանալ քո հակառակորդին վերացնել, հա։ Դրա համար չկա ինչ-որ ավելորդ շարժումներ բան, հենց քո հակառակորդին վերացնելու համար է։ Ալեքսանդր, իսկ այս ինֆորմացիան, որ այսքան հրաշալի տիրապետում ես փոքր տարիքում լսել, ոգևորվել ու որոշել ես զբաղվել ես սպորտաձևով, թե ինչպես է եղել, կամ որ տարիքից ես սկսել զբաղվել։ Դե քանի որ փոքր տարիքից մեծացել եմ հենց սպորտային շրջապատում, սպորտային ընտանիքում, սպորտը իմ կյանքում անբաժան է եղել։ Բացի Muay Thai-ից նաև զբաղվել եմ ֆուտբոլով եւ այլ սպորտերով, բայց տարիքի հետ եկել եմ հենց այս սպորտաձևին, իրականում փոքր ժամանակից էլ մարզվել եմ այս սպորտով, բայց ավելի լուրջ արդեն սկսել եմ մեծ տարիքում զբաղվել, արդեն հասկանալով, արդեն որոշումը հենց օֆիցիալ, հա, ասենք կայացնելով, որ այս սպորտով ուզում եմ ես շարժվեմ, իմ դուրը գալիս է ու տենց հա փոքր տարիքից սկսել եմ մարզվել, բայց արդեն գնալով տարիքից սկսել եմ արդեն խորանալ ու արդեն սկսել եմ բացի սպորտաձևից նաև ֆիլոսոֆիայի մեջ խորանալ սպորտաձևի ու вообще հասկանալ ինչի է ինքը ստեղծվել, ինչ դարից է գալի իր պատմությունը, իր ընդհանրապես այդ բոլոր իմաստները փորձել եմ հասկանալ։ Եվ վերջում ձեզրացնենք ով է ամենաուժեղ մարդը։ Չկա, մենք բոլորս մի ընտանիք ենք, մեկը մյուսի Հրաշալի է լավ պատասխան էր, անչափ շնորհակալություն, դուք գնացեք միշտ հաջողություններով վերադարձեք, նոր հաղթանակներով, մենք էլ սիրով հեռուստադիտողների հետ կկիսվենք։ Եվ իհարկե սպորտաձևի զարգացման համար, ընդլայնման համար Հայաստանում հրաշալի արդյունք եք ցուցաբերում, որ մեծ մոտիվացիա կլինի։ Այսօր մեզ բոլորիս է պետք ինչ-որ մի բանից կարճել եւ գնալ մինչեւ վերջ, ինչպես ասաց Հայկը, այստեղ պարտվողներ չկան, մենք այդ ոգին չունենք։ Շնորհակալություն ձեզ, լավ օր եւ մեծ հաղթանակներ ենք մաղթում։ Հիմա մեր եթերում հարգելի հեռուստադիտողներ կարճատև դադար է, դրանից հետո արդեն կամփոփենք ծրագիրը։ Բարի առավոտ,
սիրելի հեռուստադիտողներ, մինչև Սաթենիկին խոսքը փոխանցել, նախ ներկայացնենք շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցեեմին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Գուցեեմը բացառիկ հնարավորություն է ընձեռնել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաեւ արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Գուցեեմը նաեւ աչքի է ընկնում հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Եվ նախքան գնումներ կատարել, ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն սպառիչ պատասխան։ Չմոռանաք նշել, որ ամեն շաբաթ-շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով Գուցեեմ օնլայն հիպերմարկետը։ Մենք այս ընթացքում լավ էլ գնացել ենք, Սաթենիկից ինչ-որ բաներ ենք վերցրել նրա սեղանից, դա նշանակում է, այո, դե գիտես այս բույրերին, հետո առավոտյան արդեն սովորում ես, որ պետք է հաճելի, համեղ եւ սննդարար սնվես։ Այնպես որ կարծում եմ շատ ճիշտ ժամանակն է, որ տեղափոխվենք Հովհաննես։ Հետո չիպսը հին հայկական ավանդույթներ ունի, բարձվում է, հայկական է։ Ահա, առողջարար չէ, լավաշով։ Անպայման կփորձեք սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ հիմա ինչ եմ ասում, որ վերջնա արդյունքը տեսնեք, տեսքը համը զգաք, կհասկանաք ինչու է այսպես ասում։ Տեղափոխվենք Սաթ։ Մանրաթելերով, սպիտակուցներով հարուստ աղցան եմ առաջարկել եւ իհարկե ավանդական չիպսերը, որը արդեն հասցրել ենք բոլորս խրթխրտացնել։ Ինչպես Անահիտը խորհուրդ տվեց, կխնդրեմ, որպեսզի պատրաստեք, իսկապես շատ համեղ է ստացվել։ Թահին, վարունգ, համեմ, մի փոքր պեստո սոուս ունեի սառնարանում ավելացրել եմ, իդեպ համահունչ է, լոլիկի չիրը թրջել եմ ձիթայուղով, համեմել եմ, շատ համեղ է ստացվել, այնպես որ եթե հանկարծ մոռանաք այնինչ թվարկեցի, մեր պատրաստման ընթացքը բաղադրիչները Facebook-յան եւ Instagram-յան էջում միշտ տեղադրվում է։ Ձեզ լավ հանգստյան օրեր, այսօր արև է, մի քանի օր լինելու է անձրևներ, բայց ոչինչ, մեր տրամադրության վրա չի ալտում։ Կհանդիպենք երկուշաբթի, հաջողություն։ Քո ամփոյները հասան բոլորին։ Շնորհակալություն հասել են Սաթ, մենք նույնպես ամփոյներ ենք ուղարկում ինչպես քեզ, այլ նաև մեր հավատարիմ, սիրելի հանդիսատեսին, մաղթում ենք, որ դրսում մռայլ տրամադրությունը հանկարծ չփոխանցվի ձեր տուն, ձեր ներաշխարհ, միշտ պահեք արևը ձեր ներսում, այո, իհարկե սպասվում են, կանխատեսվում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, բայց դրա մասին մոռանում ենք։ Եղեք լավ, պահպանեք միայն դրականը, պահպանեք ձեր ներսի արևն ու ժուպիտները, հաջողություն։